Նաև էլի մի դիտարկում արեցիք, որ այուն կարող է սա մեջ լինի։ Արդյոք սա ենթադրում է, որ դուք կանխազգում եք, որ հետընտրական գործընթացները կարող են հիշեցնել 2008 թվականը։ Դու ասա Եթե հնարավոր է ես պատասխանեմ։ Նմանատիպ գործողության գնալու համար պետք չի մարդկային որակները, մարդու լավ կամ բաց լինելը հաշվի առնել։ Երբ որ իշխանությունը լինում է բացարձակ, երբ որ լինում է անվերահսկելի, երբ որ լինում է անսանձ, կաշկանդված չի դատական իշխանությամբ, կաշկանդված չի պարլամենտով, այդ իշխանությունը ընդունակ է ամեն ինչի։ Սա դասական, քաղաքագիտական նորմա, կապ չունի մարդը լավն է, կապ չունի մարդը որտեղից է եկել, լրագրող է եղել, թե չի եղել։ Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակ է, ինքը ինչ կուզի կանի, եւ որևէ մեկը չկա, որ նրան կանգնեցնի։ Եվ դա կարող է ինչ-որ մի օր հանգեցնել արյան, եւ մենք կանխատեսում ենք, որ դա կլինի, եթե կանխարգելող միջոցները չգործադրվեն։ Ես այլ բան եմ ուզում ավելացնել, որ տեսեք, տպավորություն է, որ չի կարող այս իշխանությունը էրոզիայի ենթարկվել։ Ես ուզում եմ օրինակներով խոսել։ Վերցրեք նայեք իրանց շատ սիրելի Բելորուսի նախագահի կենսագրությունը։ Ինչպիսի դիմադիր գործունեություն նա ծավալել։ Ինչպիսի դեմոկրատ նախագահ եղել առաջի ժամկետում։ Դեմոկրատ տղա։ Ամի դեմոկրատիայի բան, բաստիոն է եղել այդ մարդը։ Եվ երբ որ մի հատ բան կա, էլի, կարմիր գիծ կա, որ անցնում ես, երրորդ ժամկետն է։ Երբ որ երրորդ ժամկետը անցել է, դարել է իրանց սիրելի բանը։ Հիմա ամբողջ կարծրաշարժը նույնված է Լուկաշենկոին ասեմ։ Հիմա նույնը Նիկոլ Փաշինյանը չպետք է երրորդ ժամկետ առաջադրվեր, Ժորժ ջան, ինչ եղել է հասկացանք լավ, 2 ժամկետ վարչապետ է եղել, 8 տարի է, ինչ կարողացել է արել, ինչ չի կարողացել, չի արել, մարդիկ կան շնորհակալ են, մարդիկ կան շնորհակալ չեն, օքեյ է, բայց երրորդ ժամկետ չէր կարելի գնալ։ Այսինքն ինքը հիմա այդ կարմիր գիծն է հատում։ Այդ կարմիր գիծը հատելուց հետո դուք ասում եք կարա արուն լինի, ես ասում այո, կարա լինի, եթե այդ կարմիր գիծը հատում ես, դու ամեն ինչի պատրաստ ես լինելու եւ լինելու է։ Այն որ իրանք հիմա Մաքսիմ Գալկին եկել էր Երևան, համեր գերանում Նիկոլին էր գովում։ Պուտին էր քննադատում ստեղ։ Բայց հարցը առաջանում, եղբայր, դու չես ուզում քո երկրում Պուտինը 3-րդ, 4-րդ ժամկետով պրեզիդենտ լինի, ուզում ես Նիկոլ Փաշինյանը մեր երկրում լինի 3-րդ ժամկետով։ Գնա քո Իսրայելը ապրի, ինչ ես եկել ես։ Բան դասեր տալիս թե ժողովրդավարության մասին։ Մենք լավ գիտենք մեր դասերը։ Մենք sense հուշարձան ունենք, մենք մեր ժողովրդավարության դասերը անգիր գիտենք։ Ես եմ մասնակից եղել, Կամպիսնա մասնակից եղել, հազարավոր մարդիկ են եղել, անցել ենք այդ ամենի միջով։ Մենք հոերեք չենք գուսակցության թղթերը մեկից առը, օրինաց երկրից ինչ որ մեկից թղթեր առը, բերե փոխի անում է, ասում ենք շարժում ենք, ստեղծել մասնակից։ Մենք ճանապարհ ենք անցել, գիտենք, տեսել ենք ով ինչ արել։ Խոսալով չի։ Կլինի էրոզիայի մի պատմական օրինակ բերեմ, 19-րդ դարի երկրորդ կեսին կոմունիստները, սոցիալ-դեմոկրատները 40-30 տարի քարոզում են, որ պետք է մահապատիժը չեղարկվի։ 1917 թվականին եղավ հեղափոխությունը, եկան մահապատիժը չեղարկեցին, դա համարելով հեղափոխության ամենամեծ նվաճումը, բայց չանցած մի տարի մահապատիժի ենթարկեցին եւ դաժանագույն մահապատիժի ամբողջ ցարական ընտանիքին, այդ թվում երեխաներին, բժիշկներին, խոհարարներին, նույնիսկ շներին, հանուն իշխանության պահպանման, դա իրենց համար օրասական խնդիր է։ Այսինքն այդ էրոզիան ազգություն, մարդկային տեսակ չի հարցնում եւ դա նորմալ էվոլյուցիոն քաղաքական ընթացք է բնորոշ է բոլորին, եթե չկան հավասարակշռող մեխանիզմներ։ Վաղուց։ Մերսի, շնորհակալ ենք։ Շնորհակալություն։